ինձ հարց տալու հնարավորություն են ձեռնվել եւ ես հարցը ուղղում եմ պարոն Մարուկյանին եւ ուզում եմ հարցնել պարոն Մարուկյան, 2 օր առաջ դուք երրորդ ճանապարհ եք մատնանշում, լավն էր այդ երրորդ ճանապարհը եւ ինչպես եք գնահատում, որ քաղաքական ուժի առաջնորդը հեղափոխությունից 2 օր առաջ չէր կանխատեսել այդ հեղափոխությունը։ Խնդրեմ, պարոն Մարուկյան։ Շնորհակալություն հարցի համար, շատ լավ հնարավորություն է կրկին եւս մեկ անգամ բարձրաբանելու, որովհետեւ այս օրերին հստակ հակակարողությունը իրականացվում մեր դեմ եւ այդ հակակարողության մասը նաեւ իմ տված հարցազրույցը հեղափոխության օրերին։ Երրորդ ճանապարհ, երբ որ մենք ասում ենք, մենք նկատի ունենք առանց արյունահեղության, առանց մարդկային զոհերի, առանց երկրորդ մարտի 1-ի խնդրի լուծում, որը ըստ էության տեղի է ունեցել։ Ավելին ասեմ, ես նաեւ այն մարդն եմ, որ խորհրդանում Սերժ Սարգսյանին ասել է, որ ձեր փոխած սահմանադրությամբ մեկի քթից արուն եկավ, դուք եք պատասխանատուն, ընդ որում անմիջական պատասխանատուն, որտեղ ոստիկանապետը այդ օրվանից սկսած ենթարկում էր ուղղակի երկրի վարչապետի։ Եվ ես գտնում եմ հետեւյալը, որ տեսեք, շատ է ասվում, որ այ դուք այն ժամանակ չգնացիք եւ այլն եւ այլն, մենք ունեցել ենք մեր մոտեցումները։ Մեր մոտեցումները մինչեւ վերջ տարել ենք։ Սկզբունքային։ Ունեցենք սկզբունք, որ որոշակի տակտիկական հարցերի վերաբերյալ մենք չենք մասնակցում, բայց մեր գործընկերներին ասել ենք դուք գնացեք եւ մենք էլ այդ ընթացքում ինչով կկարողանանք կաջակցենք։ Մարդիկ Սերժ Սարգսյանին մերժել են փողոցում։ Մենք Սերժ Սարգսյանին մերժել ենք խորհրդանի շենքում։ Բազմաթիվ մարդիկ օրերին вообще ընդհանրապես չեն եղել ոչ մի բանի մեջ, ոչ խոսքում, ոչ գործում, ոչ փողոցում, ոչ շենքում։ Այսօր բոլորը հեղափոխության գլխարկներով դուրս են եկել ու փորձում են մեզ մեղադրել, մեզ սևացնել։ Երրորդ ճանապարհը դա է, առանց արյունահեղության, առանց զոհերի բանն է։ Ես երբ որ գնում եի Ստրասբուրգ, Մոսկվայում էի, արդեն այդ պահին բանակցությունները տապալվել էր Նիկոլ Փաշինյանի եւ Սերժ Սարգսյանի։ Ես ու եթեր եմ մտել եւ կոչ եմ արել երկուսին էլ եւս մեկ անգամ հանդիպել ու խոսել, որովհետեւ իմ մոտ եղել է զգացողություն, այո, ես կանխատեսել եմ, որ լինելու է բան, ուժի կիրառում։ Ես ուզեցել եմ ուժի կիրառումը կանխել։ Իմ մոտ եղել է զգացողություն, որ տանկերը դուրս են գալու փողոց։ Փառքաստու դա դուրս չի եկել, տեղի չի ունեցել եւ դրա մեջ նաեւ մեկ ներդրում ունենք։ Մեր արած գործով, մեր քաղաքականությունը վարելով։ Հետեւաբար մենք հեղափոխությունից ոչ մի դափնի չենք փորձել դնել մեր գլխին։ Այսօր շատերը փորձում են դնել իրենց գլխին։ Եվ ասում են, որ Լուսավորստան կուսակցությունը հեղափոխական ուժ չի։ Հեղափոխության արժեքները պաշտպանել է, բայց հեղափոխական ուժ չի։ Հետեւաբար մենք պիտի լինենք երկրորդ քաղաքական միավորը ապագա խորհրդանում։ Ես նախորդ ասացի, որ լուրջ չեմ վերաբերում այս ֆորմատին եւ դա բովանդակային բանավեճի չի բերելու, այս հարցը ես տվեցի, որովհետեւ կար հարցի հնարավորություն։ Դա ձեր միգուցե գործընկերների եւ ներկաների նկատմամբ այնքան էլ հարգալից չի։ Չէ, շնորհակալ եմ, լավ հնարավորություն էր, ես շնորհակալ եմ պարոն Սահակյան, լավ հնարավորություն էր, եւս մեկ անգամ բարձրացնել։ Ես հասկանում, որ բանավեճ եւս այս թեմայով մենք ինչ ենք արել։ This shit has to be